Sen park Hüseyin Kureli yapanlarca. Park aslında համար ռասած մեզ եւս անգամ ժամանակ տվեց իրավունքները որպես մենք գանք մեկտեղ հավաքվենք դժանը փառավորենք երկրպագեն քուրեր եղբայրներ փառք իրան մեր հայրը բարիա մեր հայրը ողորմածը մեր հայրը կտարատը ես մի փոքրիկ կանգ առնեմ մեր ամենքի համար այս վերջի օրերի համար որպես եկեղեցին որտեղ անցնում ենք միասին մի շրջան մի ժամանակ որը որ շատ չար է, ինչպես որ խոսքն ասում, այս իմացել վերջորել չար ժամանակ պետք է։ Իրոք մենք մի ընթացք ենք ապրում քուրեր եղբայրներ, որ չգիտենք թե վաղ ինչ կլինի, չգիտենք ժամանակները փոխվում են, օրերը փոխվում են, վարքան առ վարքան։ Եվ այնպես է դարեմա, որ խաբար չես, այսօր կաս ու վաղը հանգարց չկաս։ Իսկ ինչպես է մեր կյանքը ընթանում հարազատներ ջան։ Ուզեմ այսօր զրուցացնեմ, մագի զրուցացնեմ, ուզեմ խոսել աղոթքի մասին։ Այսօր կարծես թե աղոթքը մեր մեջ շատ հետանգած, շատ։ Օրինակ Հիսուս այսպես ասեց, Մատթեոս ավետարան 26 գլուխ 40-41 խոսքը։ Եվ եկավ աշակերտներուն ու զանուն քնածած գտավ Եվ սա Պետրոսի։ Այդպես մեկ ժամ ալ չկրսակ ինձ հետ արթուն գնալ։ Արթուն կեցեք և աղոթք կրեք, որպեսզի փորձան մեջ չմտնեք, հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Աղոթք, քույրեր եղբայրներ, շատ զորավոր է աղոթքի կյանքը։ Շատ անհրաժեշտ է, որ հոգևոր կյանքի մեջ ունենաս աղոթք, աղոթքի կյանք ունենաս, աղոթքի սիրտ ունենաս, աղոթքի ծնգեր ունենաս, աղոթքի շուրթեր ունենաս, լինես աղոթող մարդ, աղոթող մարդ։ Հիսուս ասաց, որ չկարողացաք ինձ հետ մեկ ժամ մնաք եւ գեղեցիկ ասում։ Արթուն կեցեք եւ աղոթք կրեք, որպեսզի փորձան մեջ չմտնեք, հոգին հոժար է, բայց մարմինը տկար, որ փորձան մեջ չմտնեք։ Այնքան փորձներ կա, գիտեք, մեր օրվա կյանքի մեջ, այնքան դժվարություններ կա, բայց աղոթքի զորությամբ նրանք դադարում են, նրանք խափանվում են։ Աղոթքը շատ կարող զորություն ունի հոգևոր մարդու կյանքի մեջ քուրեր եղբայրներ։ Հիսուս ինքը որպես ինքն Աստված հայտնված մարմինով նա այդպես ասեց քուրեր եղբայրներ, աղոթք արեք, աղոթք արեք։ Ինչպես է մեր կյանքում աղոթքը քուրեր եղբայրներ, որերորդ տեղն է մեր աղոթքը, որքան մենք աղոթքի մարդ։ Եկրված այսպես Կողոսացի 4-րդ խոսքում 4-3 աղոթք կրեք, նայեմ մեզի համար, որպես ասո Աստված խոսքի դուր բանա, մեզի Քրիստի խորհուրդը խոսիլ, որը համար կապված ալեմ, աղոթք կրեք, բայց երկրորդ խոսքը այսպես ասում, շարունակ աղոթքի հետևել եղեք, անոր մեջ արթունանալով, գոհությամբ, շարունակ աղոթքի հետևել եղեք, քույրեր եղբայրներ, բայց կարծես թե աղոթքը շատերս մոտ չի ստացվում, հոգնում ենք, ձանձրանում ենք, հավես չունենք, ուֆ, դու խաղցածակետ էլ ինչ ասեն, ոչ քուրեր եղբայրներ, մենք դե աղոթքի մարդ լինենք, լինենք աղոթքի մարդ, աղոթքով արնել Տիրոջից, հաղորդվել Տիրոջը, արնելացու ձեռքերից, ունի մեջ զորություն աղոթքը քուրեր եղբայրներ, կյանք կա աղոթքի մեջ, հաղորդվել կա աղոթքով Տիրոջը քուրեր եղբայրներ, հաղորդվել կա, Հիսուս ինքը մեր համար այդպես ուղղություն ցույց տվեց, արթուն կեցեք, աղոթքը որ փորձա մեջ չմտնեք։ Գիտեք ինչքան տշնամություն կա սատանայի կողմից դրդված, լցված չարությամբ մարդկանց միջոցով դեպ մեզ, բայց աղոթքը դադարացնում է խավարի գործը, աղոթքը քանդում է սատանայի բերդերը։ Նա կագոտն ամարում աղոթքը քուրեր եղբայրներ, աղոթք կեցեք, շարունակ աղոթք եղեք։ Եվ մեծ էտես ասում նաև առաջի Պետրոս
5-րդ գլուխ 8-9 խոսքեր։ Արթուն կեցեք, հսկեցեք, վաս ձեր հակառակորդը սատանան, մռնչող արծնես կպտտվի ու կփնտրե թե ով կլե։ Արթուն կեցեք, հսկեցեք։ Այսինքն ո՞րն է քարտը գնալ ավադացյալ։ Ինչ է հսկես։ Սատանան չհարցավի քո վրա, ով ոչ, որ դու աղոթք անես, նա չկանա հարցավի քո վրա։ Քո գործը աղոթքի մեջ կենալն է։ Իմ գործը աղոթքի մեջ կենալն է։ Արթուն կեցեք, աղոթք գրեք, հսկիտ ես դու աղոթքի մեջ ես, նայդ ես դու աղոթքի մարդ ես, աղոթող ես, որովհետև սատանան թնդմանը կուլ տա, որոնդեմ կեցեք հավատքով հաստատված։ Դա է աղոթքի զորությունը, քուրեր եղբաներ, աղոթք։ Մեր պապերը, մեր տատերը ժամանակին, այն դարը կոմունիստի ժամանակ, քուրեր եղբաներ, գիտեք ուր են փախել, ուր չեն գնացե պաշտամունքին։ Հիշում եմ մեր մոտ կար այդպես կոչվող բլնդաշ, ռուսամեքիշի մեր ախմերը։ Լծում ենք նա գրուզավիկ մեքենայի մեջ ու գնում ենք դաշտերը։ Մի հատ խորհուրդ չկար, եթե ժողովուրդը ոչխան ամառը այդ շոքին մտնում են խորհրդի մեջ, որ արև էր ոչխանը չեն արածում, իրենք դուս են գալիս, քիստի ոչխանեն են մնում այդ խորհրդում պաշտամունքի։ Քուրեր եղբաներ, մենք չենք նայում մեր ծնգետը քարի վրա էր, հողի վրա էր, ինչ էր, աղոթքը զորավոր էր։ Աղոթի ժամանակ մենք Տիրոջն ենք հանդիպում, Տիրոջն ենք վայելում, քուրեր եղբաներ։ Եվ աղոթքը քանդում էր սատանայի գործերը, որքան մարդիկ են բժշկվում, հիվանդներ են բժշկվում, դիվահարներ են բժշկվում, քուրեր եղբաներ, աղոթքի զորություն կա։ Աղոթք ճեղքում է ամեն խավարը, քուրեր եղբաներ, եւ Հիսուս մեզ այդպես ասեց. աղոթք արեք, արթուն կեցեք, հսկեցեք, որ դու լինես աղոթքի մեջ։ Նաեւ կարդում ենք Մարկոս ավետարան առաջի գլուխ Մարկոս առաջի գլուխ 35 խոսքը Հիսուս նամա վառ օրինակ է, շատ վառ օրինակ 35 խոսքը Եվ առավոտյան շատ կանուխ ելելով դեռ չլուսացած ելավ ու գնաց անապատ տեղը եւ հոն աղոթք կներ Հիսուս ինքը որպես Աստված հայտնված մարմնով ինքն էլ կարիք ուներ գիտեք հորեր կապնվելու Նա մի համար օրինակ է որպես մարդ վերցնենք մարդ անկյուն վրեկացավ առավոտյան չձանձրացավ գնաց եւ աղոթանու քուրեր եղբաներ եւ կան թե որ Քրիստոս մինչեւ գիշեր մինչեւ լույս աղոթներ արել քուրեր եղբաներ ջան աղոթք եւ աղոթքով հաղթում էր ինքը իր օրենատես անցկացրել է քուրեր եղբաներ այդպես է գրված Եբրայեցիս գրքում մենք կարդում ենք Հիսուսի անցկացրած տարիներն ու օրերը գրված այսպես Եբրայեցիս 7-րդ գլուխ Շատ ներողություն 5-րդ գլուխ 7-րդ խոսքը 5-7 որ իր մարմնի օրերը սաստի գոչումով ու արցունքով աղոթք եւ աղաչանք մատուց անոր որ կարող էր զինք մավաներ ազատել որ լսվեցավ իր բարեպաշտության պատճառով իր մարմնի օրերը սաստի գոչումով արցունքով աղոթքով եւ աղաչանքով աղաչանք մատուց անոր իր մարմնի օրերը Քրիստոս որպես անց մարմնի մեջ մարդ իր օրենքն աղոթքով անցկացրել քուրեր եղբաներ եւ չկա բան առանց օրեդ ինքը չաներ եւ ասում էր առանց իմ օրես ոչինչ չեմ անում ինչպես լսում եմ ես այնպես էլ փոխանցում եմ ձեզ ես ու հայրը մեկ ենք այո աղոթքը մեկացնում մարդուն Աստծո հետ աղոթքը մարդը լցվում է Աստծո ներկայությամբ իրակարող զորությամբ քուրեր եղբաներ մեզ որքան անդրաժեշտ է մենք լինենք աղոթքի մարդ քուրեր եղբաներ ջան եւ աղոթով շինլապեն դա մեր անձերը այդպես մս ասում է Հուդայի թուղթը
Լիշիմի նայմեր անձը աղոտքով, դի հոճեճանը շիմվի աղոտքով, և ասու խոսքով, ուրի ձև չի շիմվի, ներեղություն եմ խնդրում, զորությունով չի շիմվի, տեսնելով չի շիմվի, հրաշքով, դան սաղ պետք են, բայց միանը դի շիմվի աղոտքով և ասուձու խոսքով կուրեր եղբաներ, մեզ այդպես ասում, հուդա 20 խոսքը, բայց դուք սելներ, անձնի չնելով ձանա սուրբ հավատքի վրա, սուրբ հոգով աղոտք անելով, եսակ, ձանդա սուրբ հավատքի վրա, սուրբ հավատքը դա ասու խոսնա, ավերանի ճիշմարտություննա, որ դի շիվվես ասու խոսքով, ճիշմարտության վրա, նաև սուրբ հոգու աղոտքին տեղ տալով կուրեր եղբաներ, որքան զորավոր է աղոտքի կյանքը, ինչ ուխտություն կա աղոտքի մեջ, սուրբ հոգու աղոտքի մեջ կուրեր եղբաներ, ինքը աստված է քո մեջ բնակված սուրբ հոգին, հիշում եմ տաներ առաջ, շատան առաջ, թիվիզից տուն է գալիս, ծառայությունից, ու լսեցեմ մեր ֆիլեգուրիկը դեվատ էր, ինքը եզդիր ազգությամբ, ասին ֆիլին մահացել է, չեգատուն հետ արձագնաց հիվանդանոց, երեխաները ամուսինը փոքսում հավաքված, պես աղոտել են, լացելով աղոտել են, և մի աղջիկը տեսիկա տեսե, նա տեսա Հիսուսին, երեքի աղոտքը վերվեր բարձացել, Հիսուս ջան, մամայս կյանք տուր, ինչ կլնի, թո մամայս չմահանա, Հիսուս ջան, կյանք տուր, ու դեն ասլա, ետ դարձի քո զավանեն կանչում են կես, ես այնտեղ գնացել ֆիլեկուրիկը նստել էր, ու վգամր ինքը ոնց էր եկին գնացել, և ոնց էր աստված նզյա հոգին, աղոտքի զորություն է կուրեր եղբաներ, աղոտք, դեր Հիսուսի անով, ադեր սուրբ հոգիով, մեր մեջը բնակված է, ինքը աստված է, նա մեր համար աղոտ կանում նաև սուրբ հոգին, այդպես գրված է, ձանձեր շնելով ձանա սուրբ հավատքի վրա, սուրբ հոգով աղոտք աննովը կուրեր եղբաներ, այդպես գրված է դոչ խոսքում, Հռոմայեցիս թուղթ, Հռոմայեցիս 8 գլուխ, 15 խոսք եմ ուզում կարդամ, քանզի դուք ծառայության հոգին չարակ կրկին վախանալու, հապա որտեղ գծան հոգին առակ, վանու կկանչեք աբահայր, դու չես առասմա վախի ծառայության հոգին, առել ես որտեղ գրության հոգին, դու որտեղ ես, ժարանք ես, կմիրատ կնիքն է եկել, հասատություն է եկել, աստված կմրջ եկել է, կուրեր եղբաներ, ու և ինչ է ասում, նույն ինքը հոգին, վգայցուն կուտա մեր հոգիները, թե մենք ասուզո որդներ ենք, եթե որդներ ու մեր ժարանքներ, ասու ժարանքներ ու Քրիստոսը ժառանգակիցներ, որպես եթե իր չաչաներին կծորդ ըլանք, իր փարքինալ հաղորդ ըլանք, սուրբ հոգին կուրեր եղբաներ, ժառանգության հոգին, նա աղոտել գիտի քեզ համար, նա վրա հասել գիտի ինձ քեզ համար, որքան կարող մենք լինենք աղոտքի մարդ, սուրբ հոգով լեցվող մարդ, սուրբ հոգուն տեղ տվող մարդ, սուրբ հոգուն հաղորդվող մարդ, կուրեր եղբաներ, մենք լավ չենք ճանաչում սուրբ հոգին, ով է մեր մեջ բնակվածը, մենք լավ չենք տեղ տալիս սուրբ հոգու աղոտքին, ինչ կարող է սուրբ հոգու աղոտքը, որքան անհրաժեշտ է, ու մենք լեցվենք սուրբ հոգով, գրված այդպես 26-27 խոսքում գրված այդպես նույն գլխում, նույնպես հոգին օգնության կհասնի մեր տգածներում, դու տգանում ես սուրբ հոգին օգնության է հասում քեզ, քանզի ինչ բանի համար աղոթելու ենք ըստ արժանավուն չգիտենք, բայց ինքը հոգին բարեխոս կլամեզի համար անբարբար հարաճակներով, և սրերը քնողը գիտե հոգին ինչ խուրել է, քանզի ասո կամքամ էմատ բարեխոսուն կնե սուշպերի համար, այս սուրբ հոգու աղոթքը, շենվես հավատքի և սուրբ հոգու աղոթքի զորությամբ, նա է մենեսը կարուսողը աստվածային կյանք, նա է մենեսը սրբացնողը սուրբ հոգին, նա է օգնողը մեզ, նա է վկայություն անողը մեր հոգուն, որ մենք Աստծու ժառանգներ ենք, քուրեր եղբաներ, մենք Աստծուն ենք պատկանում, լեցվել սուրբ հոգիով, տեղ տալ աղոթքի սուրբ հոգու քուրեր եղբաներ, և Եփեսացի թղթում գրված է այդպես, մենք շատ բան չենք հասկանում, քուրեր եղբաներ ջան, թե ինչպես աղոթենք, բայց ինքը սուրբ հոգին լավ գիտի, թե
ինչպես մեզ աղոթել տա, ինչպես մեզ լեցնի։ Եփեսացիս 5:18-ից։ Եվ մի գնոնակինույով, որ մեջ անարագություն կա, հապա հոգով լեցվեցեք, և սաղմոսերով, ուղորտնություններով, և հոգով երգերով ձեր մեջ խոսատլով երգեցեք, և սաղմոսեք Տիրոջը ձեր սրտերի մեջ, ամեն ատեն, ամեն բան համար, գործուն տվեք Աստծուն ու Հորը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Աղոթք քուրեր եղբայրներ, լցվել Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգին անձնավորությունն է, նա տեսնել գիտի, նա լսնել գիտի, նա ազատել գիտի, նա մաքրել գիտի, նա քեզ իրեն հաղորդ անել գիտի։ Սուրբ Հոգին քուրեր եղբայրներ, աղոթք արի Սուրբ Հոգիով։ Եվ նույն Եփեսացիս 6:18 գրված այսպես, 6:18 Ամեն աղոթքով ու խնդրվածքով ամեն ատեն աղոթք գրեք հոգիով, ու այդ բանի վրա հսկեցեք կատարյալ հարատևությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերի համար եւ ասպարակալ ինձի համար էլ։ Հսկեցեք, որ Սուրբ Հոգով դու աղոթք անես։ Բայց ցավոք այսօր մենք Սուրբ Հոգով մգված եկեղեցի ենք, բայց չկա այդ կրակը Սուրբ Հոգու, այդ լեցունությունը Սուրբ Հոգու, այդ աղոթքը Սուրբ Հոգու, քեզ եկենք այդ հաղորդ անողը Սուրբ Հոգին է, քո մեջ աստվածային կյանք ձևավորողը Սուրբ Հոգին է, իրեն այդ աղոթք անողը լեցնելով իրանովը քուրեր եղբայրներ, Սուրբ Հոգիով դրանց շինեցեք քուրեր եղբայրներ ջան, զորավոր է Սուրբ Հոգու աղոթքը, շատ զորավոր է։ Մի քույրիկ կոմունիստի ժամանակ այդպես հալածված ամուսնու կողմից ծեծված միշտ հավատքի համար ամուսնումա ոստիկան չգնաց կգամ որ գյուլեմ քեզ ձեր ժողովարանում այդպես քույրիկին այա տալիս ու մի օր տունա գալիս ասում եկար գնացիր կգամ վիզիտ կտրեմ ու գալիս է հավաքույթի քույրիկը Եղբան տեղակապամ, եղբար այսպես ամուսինս մաքուրջան մենք կաղոտեմ կամար դու գնատում։ Եկեղեցին աղոտմա քույրիկի համար, բեմատուր ձերքեր մեջ ու քույրիկը տուն է գալիս։ Ամուսինը տենվա որ քնիկը տունը չի, տապուրը սրում է, որ ես քեզ չեմ ասի վիզիտ կտրեմ, վիզիտ կտրեմ։ Դու գիտես, գնացել ես, այդպես տղամարդ քնիկես, դες քո գլուխը ինչ կբերեմ։ Մա եկար, ասպեկա, ասած դրայց, ասպարեցի Դե ասմա դե գլուխը դե շեմին, որ գլուխը դե կտրեմ, դու մաքուրիկը տապուրը սրե, բոտստմա, պայլմա, անա մարշան, թող միալ են մնեմ աղոտք անեմ ու դուրս կան։ Քույրիկը նորից աղոտք անում, սենագում, դեր քեզ եմ հատմի ամուսնուս, իմ հոգին քեզ եմ ավանդում դեր իրեն մեղմի համարի միայն թե գտնի ապաշխարություն։ Աղոտմա քույրիկը վստահ Կալիսասիրուն գարեպես պարմաշեմի վրա։ Ու ամուսնեն հրսրում բիտ տապուրով քույրիկի վիզը կդրի, խպը մի ոտկը կդրում կսում ենքում։ Վախ ոտկս, վերջապես կարճ ասեմ Իվանանոս վիրահատություն ոտկը դե հեռացնում են և ասմա այս ամեն կիրակի, որտեղ քույրիկը միանակ է գալիս պաշտամունքի, հապա կայլասկայի վրա ամուսնեն են բերում պաշտամունքի։ Աղոտքի զորությունը Աղոտքի զորությունը քույրեր եղբայրներ, ամեն սդեր է փոխում, հնարքներ է փոխում, հրամաններ է փոխում, լեհիշեք, իշքան հրամաններ փոխվավ, փոխվան նամոսունը հրամանը, իստաժորդ ազալագրվեց, ծովը բացվեց, քույրեր եղբայրներ, այն hamanոր մուրտյամայը պատրաստ է տվել, այն փայտը կանացրած, ինքը կախվեց փայտից, Քույրեր եղբայրներ, աղոթքի զորությունը, ծոմ աղոթք, աղաչանք երկինքի Աստծուն, երկին դուրը թակլած է նշանգում, թակել երկինքի դուրը, բախել երկինքի դուրը, երկինքի Աստված, լսիկո աղաչանու աղոթքը, քույրեր եղբայրներ, որքան անհրաժեշտ է մենք լինենք աղոթքի մարդ, լինենք Սուրբ Հոգու մարդ, լեցվող Սուրբ Հոգով, Տեղ տալու Սուրբ Հոգուն մեր կյանքի մեջ, քույրեր եղբայրներ ջան, մենք սիրենք մնենք Գեթսեմանի, սիրենք մեր անհատական աղոթները, արտասում թափել, ողջ բանել,
Տեր լսի մեր ողբիծան աստվածին, քուրեր եղբայրներ ջան, յոննա մենք սուրբ գրքում բոլոր սուրբերեն աղոթքով են հաղթարել, Դանիելը աղոթքը հաղթարեց, այն գուբի մեջ, արուստերի մեջ, Եհովա աստվածը, Դանիելի պաշտած աստվածը այնտեղ է քուրեր եղբայրներ ջան, աղոթքի զորությունը անդրաժեշտ է մեզ համար, որպես մենք աղոթքի մարդարազատներ ջան, եւ Հիսուս այսպես ասեց, Ղուկաս Աբեդարան 18 գլուխ առաջի խոսքը, 18 առաջին, անոնց առաման սավ այս բանին վրայով, թե պետք է ամեն ատեն աղոթ ընելու չձանձրանալ, ու չձանձրանալ, ով է ձանձրան հեղինակը քուրեր եղբայրներ, այն ոսողը թշնամին, սատանան, հոգևի մարդու կյանքից ուզում է անջատել տա աղոթքի կյանքը, անջատել տա սուբոկոլեցունությունը, անջատել տա հաղորդել երկինքի հետ, մեր աղոթքը երկին կապողն է, մեր աղոթքը երկինքի զորությունը առնելն է, մեր աղոթքը այո պատասխան գալա երկինքից քուրեր եղբայրներ ջան, աղոթել, աղոթքի մարդ լինես, ու չձանձրանաս, հոգնած կլինես, չգիտեմ որքան եւ որքան, մածունգը ծռի երկինքի աստծո առաջ, մատ աղոթ աղաչան բարձր երկինք, մատ սուրբոկով աղոթ կարա, քուրեր եղբայրներ, ժամանակներ եղել, շատ ժամանակներ, որ եղբայրները բերտրում աղոթներ անսպահե, 25 տարի բլիխ եղբան բերտան ստե, եղբայրներն 20 տարի, 15 տարի, 18 տարի, բայց աղոթքի կյանքը, սուբոկովեցնության կյանքը, իրենց առատապես լցրլա քուրեր եղբայրներ ջան, բայց հավատարիմ տիրոջը, նույն հաղորդ աստվածային կյանքին, քուրեր եղբայրներ ջան, մեզ այս չար օրերի մեջ առավել մեզ պետք է լինենք մենք աղոթքի մարդիկ, աղոթող ժողովուրդ քուրեր եղբայրներ, եւ ումենա մենք սուրբ գրքում ինչու մեր առաքյալների հաջողությունը, որ այդպեսի զորավոր են, միաբան են, սուրբության մեջ են, ինչու մնաց գաղտնիքը քուրեր եղբայրներ, եկված այսպես երկրորդ գլուխ գործք առաքելոց 42 խոսքը, եւ միշտ առաքյալներու վարդապետությանը ետևեին, ու միաբանությանը եւ հաց կտրելու ու աղոթներու, զորավոր իրանց կյանքը, միաբան էին, աղոթների մեջ, հարտակցում են իրար հետ քուրեր եղբայրներ, իրանց միաբանությունը այո ցնցում էր քուրեր եղբայրներ, եւ իրանց հետ գործակից էր, եւ նույն գլխում կարդում ենք 46-47 խոսքերը, եւ ամեն օր միաբանությամբ տաճար կերտալու հետևեին եւ տուներնին հաց կկտրեին ու կերակուրներ կուտեին ուրախությամբ եւ միաբանությամբ սրտի եւ զաստված կորտնեն ու բոլոր ժողովրդին առջև շնորհք կգտնեն եւ Տերը օր փրկված են կավեցնել եկեղեցին, մարդիկ աճում են հավատքով, աճում են աղոթով, քուրեր եղբայրներ, աճում են, եւ Աստված իրանց հետ գործակից էր, եւ շատ տեղեր կա գրված, որ որքան Աստված առաքյալի հետ գործակից էր, կենթանի գործակից էր, առաջնորդում էր, լցնում էր, եւ բոլոր տշնամիները խոնարհվում էին, ճիշտ է նրանք նեղություն են կրում, բայց նրանց աղոթքը չէր դադարում։ Եվ որ կարծում են նույն գլխում են որ նրանք դոյմենան առաքյալների դեմ, երբ որ այն կաղը քայլեց, երրորդ գլուխ գործք առաքյալոցի մեջ, չորրորդ գլուխից պիտի կարդամ, եւ կանչին առաքյալին թե ինչ անենք սրանց, պատվիրեցին որ սպառնացին, որ թե էլի տանու չքարոզեք։ Բայց Պետրոս ու Հովհաննես, չորրորդ գլուխ 19 խոսքը, Պետրոս ու Հովհաննես պատասխան տվին անոնց ուսին, եթե Աստծո առջև ուղիղ է, որ Աստծո ավելի ձեզի մտիկ է, դուք դա տեսեք, վասնզի մենք զայն որ տեսանք ու լսեցինք, չենք կրնա չխոսիլ, ինչ համարձակ են, մենք չենք կարած որ չխոսանք, դուք նաև լսենք ձեզ, թե Աստծուն լսենք, քույրեր եղբայրներ, իրանց հետ հավատն է լսել համարձակությամբ, լսել կարողությամբ, որ նրանք դուրս եկան եւ աղոթ կաղաչան գացին Տիրոջը կարդնենք 23 խոսքից, ես դի կարդամ
31 խոսքը։ Ու երբ անոնք աղոտ գրին, շարժվեցավ այնտեղը ու ժողված էին, եւ ամենը հոգով սրբով լեցվեցան, եւ Աստծո խոսքը համարձակ խոսեին։ Ինչ զորություն կար աղոթքի մեջ, ինչ իշխանություն կար քուրեր եղբաներ։ Եվ առաքյալ հետ Աստված կենթանի գործ անում քուրեր եղբաներ, կենթանի շնորհք կար իրանց վրա։ Հետո վերջ շնորհքն Սուրբ Հոգու զորությունը, աղոթքի կյանքին պարապելը, աղոթքի մեջ արան այդ օրհնությունները քուրեր եղբաներ ջան։ Եվ դրանք այդպեսի համարձակ, անվախ հաղորդո երկինքետ, դուք նայեք ասում, ում պիտի լսենք, ձեզ թե կենթանի Աստծուն, մենք չենք աճ խոսենք, ինչ համարձակ էին, քուրեր եղբաներ ջան, օգնի Աստված մեզ, դե մեզ լսած կարողությամբ, դե լսած իմաստությամբ, այդ ծառայով, այդ փափագով, մենք կարողանանք Տիրոջ խոսքը մեր հավատքով, այո ընդունենք եւ դառնանք աղոթքի մարդ, Սուրբ Հոգու մարդ, քուրեր եղբաներ, լսվող Սուրբ Հոգով, լսվող հավատքով, այո, աղոթքի մեջ կա զորություն Տիրոջ, կա օգնություն Տիրոջ, կա դատարը խավարի, սատանայի գործերը քանդվում է քուրեր եղբաներ, երբ ասում ենք չգիտող չենք նա գործերին, մենք քանդում ենք, որտեղ ուզում ասի, մենք ապայն ասոք իրանց մեջներ քանդում էր Սուրբ Հոգին խավարի գործերը քուրեր եղբաներ ջան, եկեղեցին զորավոր, աղոթքի մարդ եկեղեցին ժողովուրդը, լցվող Սուրբ Հոգով, միաբանության մեջ, այդ աղոթի վատը ծնվում է սերը Սուրբ Հոգու մեր սրտերը սփռվում, ինչպես ենք միաբանվենք, ինչպես աղոթքով, ծնապահությամբ, մեկտեղ հավաքվելով, Աստծո խոսքը մեր սրտում գալով եւ այդ կյանքին մենք հաղորդելով քուրեր եղբաներ ջան, Սուրբ Հոգին գիտի ինչպես է եկեղեցին պատրաստի նեղության ժամանակ, գալիք օրերում քուրեր եղբաներ ջան, մեզ պետք է մենք լինենք այո աղոթքի մարդ, աղոթքով լեցված մարդ, Սուրբ Հոգով լեցված մարդ, Սուրբ մարդ, լցված Սուրբ կյանքով քուրեր եղբաներ ջան, մեր տանողը ինքը Սուրբ Հոգին է քուրեր եղբաներ, մենք նայում ենք Միքիա մարգարեներ նեղության մեջ էր Միքիա, դժվարության մեջ ընկել Միքիա 7:7 գրված այդպես, ով իմ թշնամիս վրաս մի խնդա, թեև ընկել եմ պիտի կանգնեմ, թեև խավարի մեջ եմ, թե ինձի լույս պիտի լա, այդ ինչ հավատ կար Միքիայի մեջ, այդ ինչ կյանք կար Միքիայի մեջ քուրեր եղբաներ, այդ ինչ կյանքը կառուցե Սուրբ Հոգին Աստված Միքիայի մեջ, այո նրանք աղոթքի մարդ են եղել քուրեր եղբաներ, հավատքի մարդ են եղել, Սուրբ Հոգու մարդ են եղել քուրեր եղբաներ ջան, դե մեզ զորացն շատ չեմ ուզում երկացեմ շատ բան կա խոսելու, աղոթքը մի մեծ կյանքի թեմա է, մի մեծ կյանքի, դա հոգի կյանքի շնչառությունն է, աղոթք, Աստծո խոսք, աղոթք, Աստծո խոսք, դա հոգի կյանքի առանցքն է, հոգի կյանքի միակ առաջնորդության լույսն է, այն փարոսն է դեպի երկինք տանող մեզ, հարազատներ ջան, միաբանության լեցնողն է, մեկ սիրտ անողն է մեզ, քուրեր եղբաներ ջան, օգնի Աստված մեզ, կանգնենք աղոթքի, խնդրենք Տեր Աստված մեր մեջ այդ ծառայը դիր, մեր մեջ այդ փափագը դիր Աստված, մենք ունենք այդ աղոթքի մարդը Տեր, մենք ունենք այդ սերը մեր Տեր, դեպի քեզ, քո հետ փնտրելու աղոթքի մեջ մեր Աստված, աղոթ կանենք